Վերադարձանք, նշեմ, որ Վիկիպեդիան 25 տարեկան է ու այդ առիթով մենք այսօր եւս խոսելու ենք այն տեղեկատվության մասին, որ ստանում ենք on-line հանրագիտարանից։ Պատկերացրեք, որ ամեն ձեր փնտրված հոդվածի հետևում առանձին մարդկանց աշխատանք է, ու հենց այդպիսի մարդկանց էլ այսօր հյուրընկալել ենք Արշակ Շահենյան, Վիկիպեդիա Հայաստան կազմակերպության նախագահ եւ Մարիա Ավանեսյան, միջազգային երիտասարդական համագործակցությունների պատասխանատու։ Բարի լույս։ Եկեք սկսենք այնտեղից, թե ինչպես է ստեղծվել Վիկիպեդիան եւ ինչպես է ստեղծվել ձեր կազմակերպությունը Հայաստանում։ Շատ լավ, Վիկիպեդիան ստեղծվել է 2001 թվականի հունվարի 15-ին Ջիմի Վելսի եւ Լարի Սանգերի կողմից ու այդ թվականից սկսած արդեն 25 տարի, 3 նշեցինք 25-ամյակը գործում է աշխարհի 342 լեզվով, այդ թվում նաեւ հայերենով։ Իսկ Վիկիմեդիա Հայաստան կազմակերպությունը ստեղծել 2013 թվականին ու 13 տարի զբաղվում է վիքի նախագծերի զարգացմամբ, հարստացմամբ Հայաստանում։ Իսկ ինչպիսի նշանակություն ունի առհասարակ գիտելիքի տարածման մեջ, որն է նշանակությունը Վիկիպեդիայի։ Վիկիպեդիան ազատ հանրագիտարան է, հետևաբար յուրաքանչյուր ոք կարող է հասանելի է յուրաքանչյուր ոքի համար եւ այն հնարավորություն է տալիս ցանկացած մարդու ձեռք բերել ինֆորմացիա ազատ եւ առանց որևէ խնդրի։ Ու սա հատկապես կարեւոր է դպրոցական երեխաների համար, ցանկացած անձի համար, ով որ փնտրում է տեղեկատվություն առցանց հարթակներում։ Եվ առաջինը մշտապես բերում է Վիկիպեդիան, առաջարկում է Վիկիպեդիան եւ շատ կարեւոր է ունենալ լավ, հավաստի եւ աղբյուրներով ապահովված այսպես հոդվածներ, որպեսզի մարդիկ ճշգրիտ ինֆորմացիա ստանան։ Վիկիպեդիա Հայաստանը արդեն 13 տարեկան է։ Եկեք խոսենք, թե ինչպես սկսվեց, ինչ խնդիրների հանգեցիք սկզբում, որոնք այսօր լուծվեցին եւ ինչպիսի վիճակ է այսօր։ Շատ լավ։ Տեսեք, հայերեն Վիկիպեդիան իրականում բացվել է 2003 թվականին, 2004 թվականին սկսել են խմբագրումներ, առաջին հոդված եղել է Հայաստան հոդվածը հենց 2004 թվականի հուլիսին, իսկ կազմակերպությունը արդեն հիմնադրվել է որպես հասարակական կազմակերպություն 2013 թվականին ու կազմակերպության հիմնադրումից արդեն ի վեր այս տարածումը ել ավելի մեծ թափ առավ, այսինքն ինքը դարձավ տեղ, որտեղ որ կամավոր խմբագիրներ, ովքեր նախկին միգուցե իրար չէին ճանաչում, խմբագրում էին առանձին միավորվեցին ու շարժումը մեծ թափ առավ, ներկայային ամեն տարի մոտ 2000 խմբագիր ենք մենք պատրաստում, կազմակերպությունը պատրաստում, որ նոր մարդիկ ներգրավեն, նոր մարդիկ սովորեն ու ստեղծեն հոդվածներ։ Ու այո, ընթացքը բավական լավն է, այդ գործունեության 13 տարիների ընթացքում հազարավոր մարդիկ են կրթվել, սովորել, խմբագրել ու այս պահին հայերեն Վիկիպեդիայում կա 323500 հոդված։ Այդքան հոդվածներ կան, սակայն շատ թեմաներ կարծես թե բաց են հայերեն Վիկիպեդիայում, ինչպես եք փորձում լրացնել դրանք եւ շատ հոդվածներ էլ ոչ այնքան ճշգրիտ են, ինչպես կարելի է դա վերահսկել նաեւ։ Շատ լավ հարց է, իրականում հոդվածներ, օրինակ ամենամեծ Վիկիպեդիան դա դե անգլերենն է, մոտ 7 միլիոն հոդված կա, իսկ հոդվածները ինչքան գրվեն, այդքան հաստատ կարիք կա։ Ինչպես է պետք է լրացնել, պետք է ներգրավել նոր մարդկանց, պետք է տարածել գաղափարը, որ այս ամեն ինչը շատ կարևոր է, չգիտեմ, լեզվապահպանման առումով շատ կարևոր է, տեղեկատվության ազատ ու ճշգրիտ տարածման առումով պետք է նոր մարդիկ միանան, պետք է հոդվածներ շատ գրվեն, որակի հետ կապված էլ շատ ճիշտ նշեցիք, որակը իրոք կախված այն մարդկանց, ովքեր ստեղծում են, իրականում չկա մեկ ստուգող կենտրոն, այսինքն հենց խմբագրողն է, ինքը ստեղծում նաև այլ հոդվածներ, ինքը ազատ հանրագիտարան է, դուք ինքներդ կարող եք, չգիտեմ, ինչ-որ եթե տեղեկատվություն եք տեսնում, որը ոչ այդքան ճշգրիտ է, դուք ինքներդ կարող եք խմբագրել, ուղղել։ Այո, շատ հետաքրքիր։ Շատերին, քանի որ թվում է, որ Վիկիպեդիայում ինֆորմացիան լցվում է հենց այնպես ինքն իրեն։ Ովքեր են այդ խմբագիրները եւ ինչպես, օրինակ, շարքային մարդը, օրինակ ես կարող եմ դառնալ Վիկի խմբագիր։ Շատ լավ հարց։ Իրականում ոչ մեկ չգիտի թե ովքեր են բոլոր խմբագիրները, Դուք կարող եք իմանալ, որ օրինակ ձեր ընկերը խմբագիր է, բայց հազարավոր խմբագիրներ կան, որոնց անհնար է բոլորին իմանալ, պետք է չի որ բոլորին իմանալ իրականում, իսկ թե ինչպես դառնալ Վիկի խմբագիր, շատ հեշտ,
կարող եք այցելել մեր գրասենյակ, Արշակունյաց 4 մամուլի շենք 4-րդ հարկ, մեր մասնագետները ձեզ կսովորեցնեն ինչպես խմբագրել, պետք է զուտ իմանալ հայերեն, հա, հայերեն լեզվին տիրապետել եւ մնացած տեխնիկական մասերը մենք կսովորեցնենք, շատ հեշտ է, իրականում ու նաեւ շատ հաճելի է։ Կարող է նաեւ վիրուսային լինել ու հենց սկսես խմբագրել, չկարողանաս այո հրաժարվել։ Ես հիշում եմ, որ տարիներ առաջ շատ ավելի տարածված եւ ընդունված էր օգտվել Վիկիպեդիայից, բայց վերջին տարիներին, երբ արհեստական բանականությունն այսքան մեծ թափով զարգացավ ու առաջ գնաց, կարծես թե Վիկիպեդիայի դերը մի փոքր ավելի ետ գնաց եւ մարդիկ հիմա ինչ որ հարց ունենալիս արագ կարող են ChatGPT-ի օգնությամբ ստանալ իրենց հարցի պատասխանը եւ այնքան էլ մեծ ուշադրություն չդարձնել, թե ինչ է գրված Վիկիպեդիայում։ Եկեք խոսենք այս խնդրի մասին, ինչ խնդիրների է սա բերել իր հետ։ Իրականում այո, ճիշտ եք ասում, բայց պետք է հասկանալ մի բան։ Օրինակ Հայաստանում այո, շատ տարածված նաև նոր թափ է առնում արհեստական բանականության գործիքներով տեղեկատվության փնտրելը, բայց որպես տեղեկատվության աղբյուր, ինչն է համարվում, այսինքն նույն օրինակ ChatGPT-ով եթե դու ինչ-որ մի բան փնտրում ես տեղեկատվություն, այդ տեղեկատվությունը քեզ որտեղից է բերում, ոչ թե մարից։ Շատ հաճախ հենց Վիկիպեդիայից է բերում, այսինքն ճիշտ է Վիկիպեդիայի օրինակ դիտումները, որ մարդը մտնի կարդա, միգուցե նվազում է, միգուցե չէ, նվազում է, հա, ու բոլոր լեզուներին է վերաբերում, բայց այն տեղեկատվությունը, որը դուք ստանում եք արհեստական բանականության գործիքներով, այդ տեղեկատվությունը է գալիս Վիկիպեդիայից։ Աշխարհի շատ երկրների, օրինակ շատ լեզուների համար Վիկիպեդիան միակ, հա, on-line շտեմարան է, որտեղ իրենց լեզվով, հայերեն լեզվով ստեղծում են գիտելիք։ Ում պատկերացրեք, այդ մարդը իր լեզվով օրինակ փնտրում է ChatGPT-ում ինչ-որ ինֆորմացիա, որտեղից է բերելու։ Հա, այսինքն շատ AI մոդելներ նույն իրանք պարապում են, այսպես ասած, հենց Վիկիպեդիայի վրա, որտեղ ամենամեծ on-line շտեմարանն է։ Այսինքն իրան պետք է տաս տեղեկատվություն, որ ինքը սովորի ու քեզ բերի։ Ու եթե օրինակ ուշադրին եք, նույն ChatGPT-ում, եթե դուք փնտրեք ինչ-որ ինֆորմացիա, աղբյուրներ տաշնում, ինքը շատ հաճախ կբերի վիկի հոդվածները։ Այո, այսինքն ստեղծում ենք մենք հոդված, ճիշտ է, կարող մարդը չի մտնում անմիջապես, հա, առաջին ձեռքից կարտա, բայց ինքը այլ գործիքներով էլի նույն բանն է կարդում, ու մենք հուսով ենք, որ գոնե նույն բանը կարտա, որտեղ շատ հաճախ հենց AI-ը սկսում է ինչ-որ հալյուցինացիաներ ու տարբեր, հա, սխալ ինֆոներ բերել, որոնք որ նույնիսկ Վիկիպեդիայում չկա այդպիսի բան։ Դուք համագործակցում եք համալսարանների, թանգարանների եւ արխիվների հետ։ Կնշեք այն համագործակցությունը, որը առավել ազդեցություն է ձեր կամ անսպասելի է ձեր համար եղել, ո՞րն է դա։ Անսպասելի չեմ ասի, բայց ամենաերկարամյա համագործակցությունը եղել է Բրյուսովի համալսարանի հետ, որտեղի ուսանողները մեզ մոտ անցկացնում են իրենց պրակտիկան արդեն ավելի քան 7 տարի։ Եվ դա շարունակական բնույթ է կրում իրենց ուսանողները, հատկապես լեզուների բաժիններում սովորող ուսանողները չինարենից, կորեերենից, անգլերենից, ռուսերենից գալիս են եւ հոդվածներ են թարգմանում եւ դա իրենց պրակտիկայի մի հատվածն է կազմում եւ նրանք հետո գնահատական են ստանում դրա համար։ Սա շատ լավ համագործակցություն է եւ համալսարանը ամեն տարի ավելի ու ավելի շատ ուսանողներ է ուղարկում Wikimedia Հայաստանում անցկացնելու իրենց պրակտիկան։ Երևի սա կարող եմ նշել որպես երկարամյա, չնայած որ մենք համագործակցում ենք նաև այլ համալսարանների հետ, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղը, ԵՊՀ-ն երբեմն ուղարկում է իր ուսանողներին, բժշկական համալսարանի հետ ուղիղ համագործակցություն չէ, բայց բժշկական հոդվածների վրա են ուսանողները աշխատում, շուտով ունենալու ենք ճամբար հենց բժշկական թեմայի վրա կենտրոնացմամբ։ Այո, համալսարանների հետ համագործակցությունը բավականին լավ է, նույնը նաև թանգարանների հետ կարող եմ ասել։ Բազմապիսի թանգարանների հետ ենք աշխատել եւ ոչ միայն գրադարանների, ազգային գրադարանի հետ ենք շատ հաճախակի համագործակցում, իրենց գրադարանավարներին ենք վերապատրաստում, սովորեցնում ենք Վիկիպեդիա, որպեսզի իրենք էլ կարողանան ստեղծել հոդվածներ իրենց գրադարանի վերաբերյալ։ Քանի որ համագործակցություններից խոսեցինք, Մարիկը խնդրեմ պատմեք նաև միջազգային համագործակցությունների մասին, ինչ մրցույթների, կոնֆերանսների կամ, չգիտեմ, դասընթացների եք մասնակցում եւ միջազգային ինչպիսի համագործակցություններ ունեք։ Wikimedia Հայաստանը երկար տարիներ համագործակցել է բազմապիսի կազմակերպությունների հետ, ինչպիսին մենք ենք, այսինքն Wikimedia Հայաստանը համագործակցել է Wikimedia Իսպանիայի հետ օրինակ, եւ մենք շատ հետաքրքիր խմբագրաթոռներ ենք ունեցել տարբեր երկրների հետ, Իսպանիայի, Պորտուգալիայի եւ հաղթողներին ուղարկել ենք, այստեղի հաղթողներին ուղարկել ենք Իսպանիա կամ Պորտուգալիա, այնտեղի հաղթողները եկել են Հայաստան։ Շատ լավ համագործակցություն է ստացվել։ Բացի այդ, վերջին շրջանում շատ ակտիվացել է երիտասարդությունը միջազգային մակարդակում Հայաստանում, ոչ որովհետև Հայաստանում մշտապես երիտասարդությունը շատ ակտիվ ներգրավված է եղել
Վիկիպեդիայի զարգացման գործում։ Վերջին շրջանում շատ ակտիվացել են միջազգային հարթակում երիտասարդները եւ մենք հյուրընկալեցինք մի միջոցառում երիտասարդական հավաք Հայաստանում, մեր Վիկիմեդիա Հայաստանի գրասենյակում, որտեղ հավաքվեցին տարբեր արևելյան եւ կենտրոնական Եվրոպայի եւ կենտրոնական Ասիայի երկրներից երիտասարդներ եկել էին Հայաստան։ Մենք մեր համայնքը ներկայացրինք իրենց, քննարկեցինք տարբեր երիտասարդական Վիկիպեդիային, Վիկիմեդիային վերաբերող խնդիրներ, այսինքն համագործակցությունը եւ այլ կազմակերպությունների հետ է, Վիկիմեդիա կազմակերպությունների եւ երիտասարդների շրջանում մասնավորապես։ Ես երբ նոր էի դպրոց գնում, առաջին տարիներին օգտվում էի հանրագիտարաններից, գրքի տեսքով, ինչը կարծում եմ մեր օրերում այնքան էլ տարածված չէ, ցավոք սրտի։ Հետո արդեն եկավ շատ տարածված ինտերնետային ժամանակաշրջանը, երբ դա բոլորին էր հասանելի, եւ սկսեցի օգտվել Վիկիպեդիայից, իսկ հիմա արդեն օգնության են գալիս արհեստական բանականության գործիքները։ Ինչ է մեզ սպասվում մի քանի տարի անց, արդյոք կա հեռանկար, ինչ կարող է լինել 5-10 տարի հետո։ Իրականում շատ հետաքրքիր հարց է, եթե ասում եմ այդ հարցի պատասխանը շատ ուրախ կլինեի ու կկիսվեի ձեր հետ, բայց իմ կարծիքը, հա, տեսեք, տվյալների շտեմարան պետք է նույն արհեստական բանականության, հա, գործնի համար պետք է data, այսպես ասած։ Վիկիպեդիան այդ աղբյուրներից մեկն է, բայց կարելի ասել, որ նաև արհեստական բանականության գործիքները իրենց machine learning ունեն, այսինքն ընթացքում իրենք կսովորեն, ավելի կզարկանան։ Իսկ մեզ շատ հետաքրքիր ապագա է սպասում, բայց մի բան հստակ է, գիտելիքը, երբեք շատ չի լինում։ Գիտելիքը պետք է ստեղծել, պետք է տարածել, պետք է սովորել, որտեղ նույն հենց AI, ստեղծող, մարդը, երբ դարձավ AI ստեղծող, երբ որ գիտելիքների պաշարը հասավ, այդ կետին, որ AI ստեղծ։ Դուք նշեցիք, որ մենք ունենք թղթային հանրագիտարաններ, որը հիմա անհնար է պատկերացնել, այդ ինֆորմացիան չես կարող զետեղել հանրագիտարանների մեջ։ Պետք է լինի հազարավոր հատորներ, հա։ Հիմա մենք ունենք on-line հանրագիտարան, հետո մենք ունենք արդեն AI գործիքներ, ով որ օգտվում է այդ հանրագիտարանից։ Միգուցե մի օր AI-ը կստեղծի ինֆորմացիա ու կտարածի։ Չգիտեմ, միգուցե հիմա էլ դա անում։ Իսկ մեզ շատ հետաքրքիր այո, ապագա է սպասում։ Այս օրերում շատ արխիվացնում են թվայնացնում են արխիվները եւ բոլոր տեսակի արխիվների մասին է խոսքը։ Արդյոք դուք օգտվում եք այդ թվայնացումներից, թե ոչ։ Ինքը Վիկիպեդիան իրենով արդեն իսկ թվայնացած արխիվ է, այո, կամ շատ մեծ պաշարներ, որ այս հոդվածները, ու միայն հոդվածները չէ, Վիկիպեդիան իրականում Wikimedia բրենդի մի, հա, նախագիծն է, կանոնակ Wikimedia Commons, որտեղ մեդիա ֆայլեր են կիսում, հա, նկարներ, օրինակ, չգիտեմ, մենք ունենք Հայաստանի հուշարձանների մասին, բնության հրաշքների մասին ենք նկարներ ազատ արտոնագրի տակ ստեղծում ու տարածում։ Այսինքն այս ամբողջ ինֆորմացիան հիմա էլ է պահպանվում, ու դա շատ լավ է, որովհետև ապահովության որոշակի զգացում է տալիս մարդկանց, որովհետև այդ հանրագիտարները թղթայինը կարող է ոչնչանալ, կարող է հնանալ, չգիտեմ, այրվել եւ այլն, բայց այս դատան, որը գրիչների վրա հա պահվում է, ինքը ծոր ապահովության զգացում է տալիս ու ինքը անընդհատ մեծանում է։ Եվ այն ինչ հայտնվում է ինտերնետում, դժվար է երբևէ վերացնել այն։ Դա շատ կարևոր է։ Այն ինչպես են ներգրավում կամավորները ձեր խմբագրությունում, այսպես ասած, ինչպես կարող են ներգրավել, եթե հիմա մեզ դիտող հեռուստադիտողից ցանկություն ունեցողներ լինեն եւ արդյոք դուք ընթացքում վերապատրաստումների, դասընթացների ուղարկում եք նրանց։ Մենք կազմակերպում ենք հատուկ դասընթացներ նորեկ մասնակիցների համար եւ սրանք մասնավորապես կազմակերպում ենք միջոցառումներից առաջ։ Մեր սոցիալական մեդիայի էջերը բավականին ակտիվ են, այդ մասին տարածում ենք հնարավոր բոլոր հարթակներում։ Եվ նորեկները գրանցվելուց հետո կարողանում են գալ եւ մասնակցել դասընթացներին ինչպես առցանց տարբերակով, այնպես էլ մեր գրասենյակում։ Դասընթացները հատուկ այնպես են կազմակերպված, որպեսզի մասնակիցներ, նորեկ մասնակիցները արագորեն սովորեն Վիկիպեդիայի գործիքներին, ծանոթանան պատմությանը եւ այլն եւ մյուս նախագծերին եւ այնուհետեւ սկսեն ստեղծել հոդվածներ։ Ու այնուհետեւ նրանք կարող են հետագայում շարունակել մասնակցել տարբեր նախագծերին։ Հիմնականում մնում են 1-2 տարի կամավորները, որոշ հատվածը ժամանակի ընթացքում արդեն դադարում է հետաքրքրվել, դուրս է գալիս, բայց մշտապես լինում է այսպես հոսք, նոր մասնակիցներ են գալիս միանում։ Այսինքն պետք է հետևել մեր սոցիալական մեդիայի էջերին, այնտեղից ստանալ ինֆորմացիան եւ գալ մասնակցել, շատ հետաքրքիր միջոցառումներ ենք ունենում, ճամբարներ, ակումբներ ունենք, այնպես որ այո։
Շատ լավ։ Քիչ առաջ նշեցիք, որ յուրաքանչյուրս, այդ թվում նաև մենք, որ կամավորական խմբի հետ բացարձակորեն կապ չունենք, հնարավորություն ունենք մեզ հասանելի վայրից, մեր տնից, մեր ցանկացած վայրից ուղղելու որևէ ինֆորմացիա, որը կա Վիկիպեդիայում։ Բայց արդյոք սա վտանգավոր չէ այն առումով, որ հնարավոր է, օրինակ, մեր հարևան պետությունից խեղաթյուրեն ինֆորմացիան եւ գիտենք, որ մեր լեզվին տիրապետողներ կան այնտեղ եւ մտնեն ու ինչ որ բաներ ճիշտ գրտելու փոխարեն սխալ դարձնեն։ Ճիշտ եք ասում, եղել են այդպես դեպքեր, իրականում շատ են եղել, մի քանի տարի առաջ ավելի շատ էին, հասկանալի պատճառով, բայց այդ ամեն ինչը իրականում շատ հեշտ ուղղվում է, որտեղ Վիկիպեդիայում դու չես կարող գրել այն ինչ որ դու ցանկանում ես, հա, թեկուզ բարի ցանկություններ ունես, չես կարող մտնել ինչ որ մարդու մասին լավ բաներ գրել կամ վատ բաներ գրել առանց ինչ որ աղբյուրների եւ հստակ փաստերի։ Այսինքն ամեն ինչի տակ ինչ որ դու գրում ես փաստ, հա, իսկ եթե դու դա չես դնում, դա ուղղակի քո զառանցանքն է կամ քո ցանկություններն է, բարի կամ չար, այդ ամեն ինչը շատ հեշտ եւ արագ ուղղվում է, կան Վիկիպեդիայում ադմիններ, հա, տարբեր մարդիկ կան, որոնք որ այդ ամեն ինչը հսկում են, ուղղում են, հա, բացի ադմիններից, ինչպես նշեցի, նաեւ մենք, հասարակ մարդիկ, եթե մենք տեսնում ենք, որ այս մարդը ինչ բան է գրել առանց աղբյուր, այդ ուղղակի ներկայացվում է այդ հատվածը ջնջման կամ դու ինքդ կարող ես հեռացնել, ոչ մեկ էս բան չի ասի։ Այսպիսի կարգավորումը էլ ավելի հեշտ է ստացվում, այսինքն չկան մոտ, չգիտեմ, 100 հոգի, 1000 հոգի, ով կոնկրետ նստած ստուգում է, հա, այլ կան 100 հազարավորներ, ովքեր անդադ այդ կարդում են ու եթե այդ հոդվածը օրինակ դու չտեսնես, հաստատ քո ընկերը կտեսնի ու այդ կուղի։ Ամեն ինչ կազմակերպված է այս ձևով, որը իրականում արդարացրել է, հա, այս մեթոդը։ Ինչի վրա եք այս օրերին աշխատում, ինչ նոր նախաձեռնություններ կամ ինչպես նշեցիք, ճամբարներ ունեք։ Ինչ է սպասվում մեզ 2026 թվականում։ Դե երեք մենք 25-ամյակը նշեցինք մեծ շուկով, որի արդիվ եւս մեկ անգամ շնորհավորություն։ Նվերներ ստացանք եւ նվերներ հանձնեցինք։ Հաջորդ մեծ նախագիծը դա բժշկական Վիկի ճամբարն է Ծաղկաձորում, հունվարի վերջին շաբաթը։ Մենք հիմա